Շոքին օրգանիզմը միանգամից չի հարմարվում, ջերմակարգավորման համակարգը խառնվում է, հետևապես օրերը տաքանում են, միաժամանակ բժիշկների ծանրաբեռնվածությունն է ավելանում։ Կարող է արտահայտվել ծխախոտներով, ճնշման տատանումներով, հետևաբար ուշադիր պետք է լինել սիրտանոթային, շնչառական, երիկամային, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, նաև հղիները, մեծահասակները և մանկահասակ երեխաները։ Ամռան այս ամիսներին հանգստի մեկնողներն էլ շատ են, բայց որ վաստակած հանգիստը հետո անհանգստության պատճառ չդառնա ու տարբեր երկրներից տարբեր հիվանդություններով տուն չդառնաք, բժիշկների հորդորն են։ Նախապես իմացեք ուղղությունը, որ բռնել եք, ինչ ռիսկեր ունի, այդ երկրում, քաղաքում ինչ վարակներ կան տարածված, կանխարգելիչ դեղ խմեք կամ պատվաստվեք։ Այս տեղեկությունն ի դեպ փոխանցում են եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եւ Հիվանդությունների վերահսկման կենտրոնից։ Եթե հանգիստը տեղի ունենում բնության գրկում, հիմնական վտանգը դա միջատների սողունների խայթոցներն են եւ դրանցից ի հայտ եկող խնդիրները՝ քոր, այտուց, ալերգիա, որպեսզի պաշտպանված կանգնես, անհրաժեշտ է օգտագործել միջատապաշտպան քսուկներ, մեզ հետ ունենալ հակալերգիկ դեղորայք։ Եթե հանգիստը կազմակերպում ենք ծովափնյա երկրներում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բավականին բարձր է։ Հետևաբար արևարյուկից, արևահարությունից պաշտպանված լինելու համար պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հակառակ կողմից մեր տարածաշրջան եկողներին էլ օրինակ աշխարհի ամենատարբեր կետերում հորդորում են կատաղության, կարմրուկի, հեպատիտ A, B-ի դեմ պատվաստված գալ։ Հայաստանի հետ կապված հատուկ նկատառում էլ ունեն, նշում են, մեր երկրում տրանսպորտն այնքան էլ անվտանգ չէ։ Զգուշավորության կոչ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։